Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը գտնվում են Աբու Դաբիում, այսօր տեղի ունեցավ այդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, նրանք արժանացան Զայեդ մրցանակին եղբայրություն հաստատելու համար, այդպես է պաշտոնապես կոչվում, մինչդեռ խոսքը խաղաղության մասին է, պատերազմի էջը փակելու եւ համագործակցության եզրեր հաստատելու մասին է այս ամենը, որը նշվում է նաեւ միջկրոնական երկխոսության տրամաբանության մեջ եւ իզուր չէր, որ այնտեղ ներկա էին նաեւ հոգեվորականներ, ընդ որում թե մուսուլմանական, թե քրիստոնեական Եվ խոսքը գնում էր խաղաղության մասին, ընդ որում երկուսի ելույթներն էլ թե Նիկոլ Փաշինյանի, թե Իլհամ Ալիևի հենց դրա մասին էին, ապագային նայելու մասին, անվստահությունը հաղթահարելու մասին։ Զուգահեռաբար մինչև այդ արարողությունը տեղի ունեցավ թե ընդլայնված կազմով, թե տետատետ հանդիպումներ Փաշինյանի եւ Ալիևի միջև եւ ըստ կառավարության հրապարակված մամլո հաղորդագրության կողմերը ֆիքսում են այն առաջընթացը, որը կա եւ նաեւ նախանշում առաջիկա քայլերը առանձնահատուկ ձևով նշելով նաեւ Միացյալ Նահանգների եւ նրա նախագահ Դոնալդ Թրամփի դերը նաեւ TRIP նախագծի նշանակությունը այս ամենը տևական եւ երկարաժամկետ դարձնելու համար։ Փորձենք հասկանալ այս ամենի հետ կապված թե մեր շուրջը ինչ է տեղի ունենում այս համատեքստում, ընդ որում ոչ միայն մեր շուրջը, նաեւ մեր ներսում։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է պատմաբան եւ քաղաքագետ Միքայել Զոլյանը, բարև եք եկել, պարոն Զոլյան։ Ուրախ եմ ձեզ նորից տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դե ինչ, պարոն Զոլյան, Աբու Դաբիում տեղի ունեցել այս մրցանակների հանդիսավոր հանձնումը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին եւ այս ամենը տեղի է ունենում Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի այցին ընդառաջ։ Այս ամենը տեղի է ունենում Իրանի շուրջ այս ճգնաժամի համատեքստում, նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ֆոնին, ընդ որում ես սրանք նշում եմ նաև նկատի առնելով այն, որ այս ամենում ամենաակտիվ ներգրավվածությունն ունեն Միացյալ Նահանգները։ Նաև այստեղ ուշագրավն այն է, որ այսպես հակառակ դիրքերից է այս ամենին հանդես գալիս Ռուսաստանը։ Միացյալ Նահանգներն ուզում է հանգուցալուծել Իրանի խնդիրը, Ռուսաստանն ուզում է այն թողնել։ Հարավային Կովկասում մենք տեսնում ենք, ինչպես Լավրովն է ասում, ցավոտ կետերը սեղմում են իրենց, հա, եւ այդ ցավոտ կետերը ցավում են։ Դե իսկ Ուկրաինայում Ռուսաստանն ուղիղ պատերազմի մեջ է եւ անընդունելի պայմաններ առաջ քաշելով դարձնում է խաղաղությունը գոնե մինչ այս պահը անհնար է։ Համեցեք։ Դե տեսեք, նախ հայ-ադրբեջանական գործընթացի տրամաբանությունից փորձ ենք նայել այս ամեն ինչի այդ տեսակետից գործընթացը պետք է շարունակվի ու որպեսզի հա ինչ որ քայլեր են պետք
որոնք այդ գործընթացը կպահեն, այսպես ասած, ակտիվ վիճակում, հա, որ լճացում տեղի չունենա։ Դրական դինամիկայի Եվ դրական դինամիկա կհաղորդեն, եւ մենք տեսնում ենք, հա, որ այսպիսի քայլեր բարբերաբար լինում են, հա, մեկ, ասենք, ինչ-որ բեռնափոխադրումների ոլորտում, հետո գերիներից մի քանիսը բաց թողնվեցին։ Հիմա էլ սա այդ համատեքստում պետք է դիտարկել եւ սա մի կողմից հանդիպելու հնարավորություն է, որովհետեւ ծերության վաղուց չէին հանդիպել երկրների ղեկավարները, իսկ կարիք կա բարբերաբար հանդիպելու, որովհետեւ միշտ ինչ-որ հարցեր են առաջանում, միշտ էլի ինչ-որ թյուրըմբռնումներ են առաջանում, հա, այսինքն պետք է բարբերաբար հանդիպել, որպեսզի այդ քրիտիկական ինչ-որ զանգված չձևավորվի, այսի քննարարույց թեմաների, որպեսզի բարբերաբար այդ թեմաները քննարկվեն եւ լուծվեն։ Երկրորդն էլ միջազգային քաղաքականության տեսակետից, հա, այսօր աշխարհը այսպես բավականին անկայուն վիճակում է, Ուկրաինայում պատերազմ է, Իրանում գիտենք ինչա կատարվում, կարող ենք առանձին պակաս, այո, եւ ներքին անկայունություն եւ պատերազմի շատ մեծ հավանականություն, չունեմ Գազայում էլի ոնց որ թե իբր ինչ-որ խաղաղություն հաստատվեց, բայց ոնց որ թե իսկական խաղաղություն չի, էլի շարունակում են կրակել։ Հա, այսինքն ըստ էության միակ երևի այդ միտումներին հակառակվող, այսպես ասած դրական ինչ-որ լիցքեր պարունակող գործընթացը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն է, որին նաև Միացյալ Արաբական Էմիրությունները իրենց ներդրումը ունեցել են։ Հա, դրա համար էլ երևի Աբու Դաբիի հանդիպումից սկսվեց հուլիսին։ Իհարկե Աբու Դաբիի հանդիպումը եղավ, որը շատ երկար տևեց, աննախադեպ հանդիպում էր այդ իմաստով, եւ ըստ էության այդ հանդիպման ժամանակ երևի ընդունվեցին այն որոշումները, որոնք հետո հիմք դարձան արդեն օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, իհարկե ավելացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործոնը, բայց այստեղ կարևոր է, որ այս գործընթացի սուբյեկտը այնուամենայնիվ Հայաստանն ու Ադրբեջանն են։ Ամերիկան իհարկե ակտիվ մասնակից է, բայց այնպես չի որ Ամերիկան պարտադրում է զորով ստիպում է Հայաստանին եւ Ադրբեջանին։ Դրանով տարբերությունը, ասենք թե նույն ռուս-ուկրաինական պատերազմից, որտեղ ըստ էության Ռուսաստանը այնպիսի պայմաններ է առաջադրում, որ Ուկրաինայի համար անընդունելի են, ինքը Ռուսաստանը համաձայն չի առանց այդ պայմանները ընդունել, եթե չընդունվեն այդ պայմանները Ռուսաստանը համաձայն չի խաղաղության, արդյունքում ստացվում է, որ ոչ մի կողմը, ոչ մյուս կողմը պատրաստ չեն եւ ԱՄՆ-ն փորձում է իրենց ստիպել։ Եվ դա իհարկե չի ստացվում, ինչպես մենք համոզվեցինք Ղարաբաղյան հակամարտության տասնամյակների ընթացքում, եթե միջնորդները փորձում են կողմերին ստիպել, բայց իրենք կողմերը պատրաստ չեն ինչ-որ լուծումը տեղի չի ունենա։ Այնպես որ այս իմաստով մեր кейսը իրոք տարբերվում է մնացածից եւ կարծում եմ այստեղ լավ հնարավորություններ, այսպես ասած, ինչ-որ մի հատ հաջողության պատմություն ցույց տալ աշխարհին, որ այդ տեսեք, այստեղ այսպիսի հաջողության պատմություն ունենք եւ մեր տեսակետից եւ միջնորդների տեսակետից, հա, եւ ամերիկացիների եւ Միացյալ Արաբական Էմիրությունների ամեն դեպքում դրական է, պետք է նաեւ գերա գնահատել սա, ոնց որ դեռ շատ այսպիսի քայլեր պետք է տեղի ունենան եւ պետք է դեռ ճանապարհի սկզբում։ Բայց ամեն դեպքում կարևորը սա կարևոր այսպես ազդանշան էր բոլորին, որ այս process-ը շարունակվում է, որ ամեն ինչ վերահսկողության տակ է եւ դրական դինամիկա կա։ Պարոն Զոլյան, այս process-ն ունի բազմաթիվ շահառուներ եւ ոչ միայն Հայաստանն է եւ Ադրբեջանը, ակնհայտ է։ Այդ շահառուներն են նաեւ մեր տարածաշրջանի հարևան Թուրքիան, յուրովի, հա, ուղիղ շահառու են եւ նաեւ շահագրգռված կողմ, որ Սակայանա կենտրոնական Ասիան, ընդ որում այսպես ռազմավարական կարևորություն են տալիս այս խաղաղությանը, որովհետեւ ամբողջ մի ահռելի տարածաշրջան տասնյակ միլիոնավոր բնակչությամբ, հա, նրանք ուղղակի իրենց ապագան են կապում սրա հետ, որ դուրս գան այս ռուս-չինական բուտերբրոդից աշխարհագրական, որտեղ հազարամյակներով գտնվել են նրանք, հա։ Դա Միացյալ Նահանգներն են բնականաբար, նրանք էլ իրենց տրամաբանության մեջ, այդ թվում նաև Չինաստանին հենց ցամաքում զսպելու տրամաբանության մեջ, դա Եվրամիությունն է, իր պատկերացումներում եւ այլն։ Եվ կան այսպես հակընթաց քամիներ, որոնք գալիս են հյուսիսից։
բաց տեքստով նրանք խոսում են այս ամենը ինչ տեղի է ունեցել, սկզբից հենա Թրամփն է ասում, չէ, որ Պուտինն ասում է ես զարմացած եմ ոնց ստացվեց քո մոտ այն ինչ իմ մոտ տասնամյակներ չէր ստացվում։ Այդ զարմանքը հետո անցավ ուղղակի պարզ սաբոտաժի փորձերի, նաև սպառնալիքների, նաև հիբրիդային պատերազմի, ուղղված նրան, որպեսզի այս ամենը ուղղակի խափանվի։ Եվ հիմա մենք տեսնում ենք աջ ձեռքով Նիկոլ Փաշինյանը գտնվում է Աբու Դաբիում եւ այն ինչի հասել ենք այս պահի դրությամբ դա նշանավորվում է եւ նա մրցանակ է ստանում Ադրբեջանի ղեկավարի հետ, իսկ ձախ ձեռքով էլ Ալեն Սիմոնյանն է գտնվում կամ հեսա կմեկնի Մոսկվա եւ այդ գազանանոցի մեջ ինչ որ պետք է փորձի, ինչ որ չգիտեմ ինչ բացատրի։ Այնուամենայնիվ մենք գործ ունենք ռուսական ճնշումների հետ, ըստ մեր հետախուզության այդ ճնշումներն ահագնանալու են, ճնշումների բնույթը հիբրիդային է եւ այո, այդ ճնշումների գործիքակազմը նաեւ ինչ որ առումով պարազիտանալու է մեր ժողովրդավարական համակարգի այսպես լեգալ մեխանիզմների վրա։ Համեցեք։ Դե շատ բազմաթիվ այսպես հարցերի անդրադարձակ, հա, որոնք իրար հետ կապակցված են, փոխկապակցված են։ Տեսեք, հիշում եք ժամանակին հայոց պատմություն կարդալիս, հա, բոլորս անցել ենք այդ շրջանը, հա, որ ասենք Արշակ II-ը գնում էր Տիզբոն ու մտածում էինք, ասենք, գոնե ես մտածում էի չէ կարող չգնար, հա, գնաց այնտեղ իրան ձերբակալեցին, բայց դե ցավոք սրտի երբեմն պետք է Տիզբոն մեկնել, հիմա այս պարագայում Ալեն Սիմոնյանը ոնց որ այդ դերում է հայտնվել, իհարկե հիմա Փառք Աստծո մի քիչ դիվանագիտական էթիկետը արդեն ավելի զարգացած է, քան 4-րդ դարում եւ այդ իմաստով իհարկե Ալեն Սիմոնյանին ոչ մի բան չի սպառնում, Փառք Աստծո, հա, եւ ես համոզված եմ, որ դիվանագիտական լեզվով տեղի կունենան խոսակցություններ, բայց բարդ խոսակցություններ կլինեն, իհարկե ծանր խոսակցություններ կլինեն։ Եվ այդ իմաստով Ալեն Սիմոնյանին իհարկե այսպես բավական դժվար առաքելություն է սպասվում, բայց վերջո սա նորմալ է, սա նորմալ գործընթաց է, որովհետև տեսեք, կա Ռուսաստանից հիբրիդային սպառնալիք, հա, ըստ էության այդ հիբրիդային սպառնալիքը չեզարկացնելու տարբեր միջոցներ կան։ Մի կողմից դու պետք է պայքարես դրա դեմ, նշում մեզ օգնում է Եվրամիությունը, հա, կան տեխնոլոգիաներ, հակազդեցության տեխնոլոգիաներ եւ այլն։ Մյուս կողմից պետք է նաեւ խոսես այդ մարդկանց հետ, հասկանաս ինչ են ուզում, հա, որտեղ ի վերջո այդ հիբրիդային սպառնալիքը նաեւ ինչ որ մեսեջներ ուղարկելու, այսպես ասած, խողովակ է։ Հիմա եթե դու գնում ես այդ մարդկանց հետ խոսում ես, ապա այդ նույն մեսեջները իրենք քեզ կարող են ավելի քաղաքակիրթ ձևով ուղարկել, դու էլ այդ մեսեջներին պատասխանես քո մեսեջներով եւ գուցե կարողանաք լեզու գտնել, իսկ եթե նույնիսկ լեզու չկարողանաք գտնել, գոնե այսպես ասած դու դեմքը փրկելու հնարավորություն ես տալի նրանց, որ մեր դաշինքը պահպանվում է, հա, մեր հարաբերությունները պահպանվում են, բարձր մակարդակով այցեր են տեղի ունենում եւ այլն, եւ այսօրվա իրավիճակում դա կարող է բավարար լինել, որպեսզի ավելի մեծ, այսպես ասած, սպառնալիքից կարողանանք խուսափել, որպեսզի ավելի մեծ էսկալացիայից կարողանանք խուսափել, որովհետեւ Ռուսաստանը այսօր ինչպես շատ լավ գիտենք, հա, այսպես մի քանի ռազմաճակատներով է գործում, Ուկրաինայի դեպքում հենց բառացիորեն ռազմաճակատի հետ գործ ունենք, հա, բայց նույն ռուս-ադրբեջանական հարաբերություններում խնդիրներ ունեն, կենտրոնական Ասիայի հետ խնդիրներ ունեն։ Բոլորի։ Իրանը, հա, նշեցիք, որ այնտեղ շատ անկայուն իրավիճակ է, որը եթե Իրանում իրավիճակ փոխվի, դա Ռուսաստանի համար շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ, նույնիսկ Բելարուսը, հա, որ թվում է թե լրիվ Ռուսաստանի վերահսկողության տակ, նույնիսկ Բելարուսում Լուկաշենկոն ինչ-որ փորձեր է անում ինքնուրույն ինչ-որ խաղ խաղալու, արևմուտքի հետ նոր ինչ-որ հարաբերություններ ծավալելու, հա, եթե հետևել եք բելարուսական, ուրեմն մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ բաց են թողել այս վերջի շրջանում, այդ թվում այսպես երևի ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկին Մարիա Կալեսնիկովային, եւ Կալեսնիկովան հիմա ասում է, որ
պետքա արևմուտքը փորձի լեզու գտնել Լուկաշենկոյի հետ, որտեվ եթե դա չանի, Ռուսաստանը լրիվ կգրավի Բելարուսը։ Հա, այսինքն այնտեղ է ինչ-որ մի հատ խաղ ա գնում, որտեղ Լուկաշենկոն փորձում է, այսպես ասած, թպրտալ, հա։ Եթե Լուկաշենկոն է փորձում Ռուսաստանից ինչ-որ ձևով ազատվել, ուրեմն այն մնացածը հայ փորձելու են, հա, այնպես որ այդ իմաստով իհարկե մենք միակ խնդիրը չենք Ռուսաստանի, պարզապես մեր ընտրություններն են շուտով, հա, դրա համար մենք այսպես ասած ակտուալություն ենք ձեռք բերում Ռուսաստանում։ Հիմա մեր հերթն է եկել, հա, եւ մոտակա ամիսները այս իմաստով շատ լարված են լինելու եւ ու կրկնում եմ, այստեղ երկու ուղղությամբ պետք է աշխատել։ Մեկը Ռուսաստանի հետ շարունակել խոսել, դիվանագիտությունը հենց դրա մասին է, որ նույնիսկ քո հանդեպ այսպես ագրեսիվ տրամադրված կողմի հետ կարողանաս ինչ-որ այդ կոնֆլիկտը գոնե, այսպես ասած, սահմանափակել ինչ-որ ոլորտներով կամ ինչ-որ տրանսֆորմացիայի ենթարկել։ Մյուս կողմից իհարկե պետք է նաև մեր պետական համակարգը շատ զգոն լինի եւ հասարակությունը պետք է շատ զգոն լինի եւ մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդավարությունը եւ այստեղ պետք է գիտեք շատ հստակ մենք հասկանանք թե որն է ժողովրդավարության համար ավելի վտանգավոր, հա, այն որ ինչ որ մարդիկ օրինակ բանտում են հայտնվում իրենց հնչեցրած բռնության կոչերի համար կամ հեղաշրջման կոչերի համար, թե եթե այդ մարդիկ ազատության մեջ են, հա, այսինքն ասենք եթե 1932 թվականին Ադոլֆ Հիտլերին ձերբակալեին եւ թույլ չտային ընտրություններին մասնակցեր, դա Գերմանիայի համար ավելի լավ կլիներ, թե ավելի վատ կլիներ, հա, որովհետեւ ժողովրդավարությունը պետք է պաշտպանել, այսպեսի հայտնի բան կա, հանդուրժողականության պարադոքս, որը փիլիսոփա Կարլ Պոպերն է, եթե չեմ սխալվում, դրա մասին խոսել առաջինը, որ եթե ժողովրդավարության մեջ կան ինչ-որ մարդիկ, ովքեր անհանդուրժողական են, եւ եթե դուք այդ մարդկանց հանդեպ հանդուրժողական եք լինում, դա ի վերջո հանգեցնում է անհանդուրժողականության, քանի որ դու այդ մարդկանց հնարավորություն ես տալի իրենց անհանդուրժողականությունը փաթաթել մյուսների վզին։ Հա, եթե ինչ-որ մեկը ագրեսիվ է իրան պահում, դու պետք է այդ ագրեսիվ մարդուն զսպես, եթե չի զսպում, պատժես։ Որտեղ այլապես ինքը այդ ագրեսիայով մնացածներին կենթարկի իրեն, հա, եւ մենք, քանի որ մեր ժողովրդավարությունը դեռ երիտասարդ ժողովրդավարություն է, մենք դեռ այդպես մի քիչ չենք հասկանում, հա, մեզ մոտ երբեմն մի քիչ մարդիկ այնքան լավ չեն հասկանում, որն է այն կարմիր գծերը, որոնցից այն կողմը արդեն ոչ թե ազատ խոսք է, այլ բռնության սպառնալիք է։ Հա, բայց այդ բռնության սպառնալիքը կամ օտար երկրի, այսպես ասած, օրակարգով առաջնորդվելով ինչ-որ հեղաշրջման սպառնալիքները եւ այլն, այդ ամեն ինչը պետք է կասեցվի եւ պետք է պատժվի։ Դրա համար այս իմաստով մենք պետք է զգոն լինենք, տեղեկատվական գրողներին պետք է ուշադիր լինենք եւ այստեղ կարեւորը նաեւ կանխա, պես ասած, կանխագուշակել, հա, եւ հասկանալ թե ինչ ուղղությամբ է դա գնում, հա, եւ օրինակ Մոլդովայի օրինակը հենց ցույց է տալիս, որ այնտեղ կարողացել են այն ժամանակ երբ նրանք ուղղակի արձագանքում էին տեղեկատվական գրողներին եւ վերջո նրանք մարտված էին դուրս գալիս, բայց հետո երբ որ նրանք արդեն հասկացան ինչ ուղղությամբ է այդ ամեն ինչը տարածվում, նրանք արդեն կանխատեսում էին, հա, ասում էին, այ ռուսական քարոզչությունը այս ուղղություններով է խփելու, այ սպասեք, որ այս ուղղությամբ նրանք հիմա ճուր տեղեկատվական գրող կանեն, այս իրենց նարատիվներն են, ու արդեն ժողովուրդը զգուշացված էր, հա, ու դրա համար երբ որ տեսնում էին, որ արդեն ինչ-որ ֆեյքերը, բոտերը, չգիտեմ, ինչ-որ մի բան են ասում, արդեն նրանք գիտեին, որ սա, ասենք, ռուսական նարատիվի մեջ է տեղավորվում եւ դա այլևս չէր ազդում։ Ու մեզ մոտ էլ ինձ թվում է հիմա այդ փուլում ենք մենք գտնվում, եւ իհարկե շատ մեծ պատասխանատվություն ունի ուղղակի Հայաստանի ընտրողը, որ պետք է այդ իրավիճակում կարողանա կողմնորոշվել եւ առաջնորդվել ռացիոնալ հաշվարկով, ոչ թե էմոցիաներով եւ ապագայի շահով եւ կարողանա հասկանալ, որ այս ուժերը դրանք ոչ թե քաղաքական ուժեր են, այլ այսպես ասած գաղութատիրության գործակալներ են, հա, կապ չունի ում ես դու քվեարկում, չունեմ իշխանությանը, ընդդիմությանը, հա, այդ ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր գործակալներ են, կան մարդիկ, ովքեր գործակալներ չեն, որոնց հետ ես կարող եմ շատ ասենք անհամաձայն լինել, համարել, որ տոտալ հիմարություն է նրանց օրակարգը, ասենք թե, հա, կամ
շատ վնասակար բաներ են առաջարկում, բայց գոնե ես գիտեմ, որ այդ մարդիկ ինքնուրույն մտածող մարդիկ են, ովքեր իրենց ձևով փորձում են Հայաստանի շահը պաշտպանել։ Բայց կան նաև մարդիկ, ովքեր ուղղակի անմիջականորեն դրսից են կառավարում եւ ըստ էության, այսպես ասած, դրսի խոսափողի դեր են խաղում մեկ, եւ երկրորդը ուզում են ոչնչացնել ժողովրդավարության հիմնական սկզբունքները, այսինքն նրանք փորձում են օգտագործել ժողովրդավարական մեխանիզմները, որպեսզի գան իշխանության եւ ժողովրդավարությունը ոչնչացնեն։ Իսկ դա մենք արդեն պետք է թույլ չտանք։ Պարոն Զորլյան, մենք տեսնում ենք, որ նաեւ պետությունը փորձում է դիմագրավել այս հիբրիդային վտանգներին, այս իրադարձությունների ֆոնին, հա, որոնք տեղի են ունենում, շատ հստակ ֆիքսելով, թե որն է իր օրակարգը, որը նա սպասարկում է, եւ նաեւ փորձելով այսպես ախտորոշել այն վտանգները, որոնք կան այդ օրակարգի նկատմամբ եւ այդ հարցով դիմել են նաև Եվրամիությանը, Եվրամիությունն էլ իհարկե կիսելով այդ մտահոգությունը, նաև այսպես նախնական դիագնոստիկայի արդյունքները, այսպես ասենք, իր օգնությունն է առաջարկել Հայաստանին։ Բայց բաներ կան, որոնք պարտադիր չէ էլի Եվրամիությունից լինես, որ մատնացույց անես, էլի։ Մենք նաև երեք էլ հրապարակում տեսանք կառավարության մամլոխոսնակի, որի գաղափարը հիմնական այն էր, որ պետք է մշակույթը բարձրացնել, հա, ասենք ինֆորմացիան դեզինֆորմացիայից զանազանելու համար։ Լավ, հիմա ասենք իմ մշակույթի պակասն է, որ Ռոսատրուդնիչեստվոյի օֆիսը դրել եք ամերիկյան համալսարանի տակ Բաղրամյան փողոցի վրա պարլամենտի դիմացի մայթը, ասենք նախագահականի կողքը, որ Սպուտնիկը Ամիրյանի վրա խմբագրությունը աշխատացնում մինչև հիմա, դա ում կուլտուրայի պակասն է, էլի։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա նաև Ալեն Սիմոնյանը իր այսպես այցին նախորդող հարցազրույցում էլ ասում է դե լավ, մենք շատ ենք գերագնահատում Ռուսաստանի այսպես դերակատարում այս ամեն ինչում եւ այլն, երբ տեսեք դուք ասում եք անհանդուրժողականություն, անհանդուրժողականությամբ չեն հանդես գալիս, անվերահսկելի աննորմալ փողով են հանդես գալիս։ Խոստանում են, չգիտեմ, ձրի վարչապետ, էժան կառավարություն, 300,000, չգիտեմ ինչ, սեքսի նախարարություն, ինչ ասեք։ Համեցեք։ Դե տեսեք, ընդհանրապես մեր հասարակության մեջ մի հատ էսպիսի մոտեցում կա, որ նախորդ տարիներին է ձևավորվել, հա, մինչև 2018 թվական, երբ որ բոլոր իշխանության բոլոր տեսակները նույն մարդկանց ձեռքում էին գտնվում, հա, քաղաքական, տնտեսական, մեդիայի ոլորտում, հա, հոգևոր իշխանություն, այսինքն նույն մարդկանց խումբը այդ բոլոր լծակները տնօրինում էր, հա, այնտեղ օլիգարխներ էին, ովքեր վերահսկում էին մեդիան, ովքեր նաև քաղաքական իշխանություն ունեին եւ այլն եւ այլն։ 18 թվականից հետո քաղաքական իշխանությունը ազատագրվեց, այսպես ասած, վերադարձվեց ժողովրդին, այն իմաստով որ ժողովրդն է որոշում ով է այնտեղ, հա, կարող է յուրաքանչյուր ընտրողը առանձին վերցրած մեկին դուր գալիս է, մյուսին դուր չի գալիս, բայց վերջո ինչը շատ նորմալ է, բայց ինքը գիտի, որ հաջորդ ընտրություններում ինքը հնարավորություն կունենա իր քվեն տալու այն ուժին, որը իրան դուր է գալիս կամ ասենք պակաս տհաճա, հա, եւ ինքն է ձևավորում կառավարություն։ Այնպես որ քաղաքական ոլորտում հեղափոխության այդ արդյունքը ակնհայտ է, բայց տնտեսական ոլորտում, մեդիայի ոլորտում, այսպես ասած հոգևոր ոլորտում, հա, այդ ամեն ինչը դեռ ավարտին չի հասցվել։ Այսինքն կան ինչ-որ մարդիկ, ովքեր որ եւ դա ամբողջ աշխարհում կա այդ խնդիրը, հա, նույն Ամերիկայում էլ ենք տեսնում, Եվրոպայում էլ ենք տեսնում, դե չեմ Ռուսաստանում էլ չեմ ասում, հա։ Կան ինչ-որ մարդիկ, ովքեր պետական պաշտոն չունեն կամ ընդհանրապես ոչ մի պաշտոն չունեն, հա, բայց այդ մարդիկ հսկայական իշխանություն ունեն մեր երկրում։ Իսկ մեր դեպքում սա էլ ավելի է սրվում այդ խնդիրը, որովհետեւ այդ մարդիկ նաեւ համագործակցում են արտաքին ուժերի հետ եւ այդ արտաքին ուժերը, հա, մասնավորապես Ռուսաստանը, էլի շատ մեծ ազդեցություն ունի մեր երկրում, այնպիսի ազդեցություն, որը
ըստ էության անհամատեղելի է մեր երկրի անկախության եւ ինքնիշխանության հետ, որովհետեւ դա ըստ էության նախկին գաղութատեր երկիրն է, որը ունի գաղութային կամ նեոկոլոնիալ ազդեցություն մեր երկրում եւ այդ ազդեցությունը պետք է աստիճանաբար մենք կարողանանք նվազեցնել ու հասնել այն մակարդակի գոնե, որ ինքը լինի, այսպես ասած, համեմատելի մյուս համաշխարհային այսպես խաղացողների ազդեցության հետ, որտեղ պարզ է, միշտ էլ Ռուսաստանը ինչ-որ ազդեցություն մեզ մոտ ունենալու է, բայց եթե այդ ազդեցությունը նույն որակի է եւ նույն չափսի է, ինչ որ ասենք, չգիտեմ, Եվրոպայի, Ամերիկայի, Հնդկաստանի կամ Չինաստանի ազդեցությունը, դա էլի կարող է խնդրահարույց լինել, բայց դա ըստ էության նորմալ է եւ դա անխուսափելի է, որտեղ մենք գլոբալ աշխարհում ենք ապրում եւ բարձր է, որ այս գլոբալ աշխարհում կան որոշակի սուբյեկտներ, որոնք շատ ազդեցիկ են եւ նրանց ազդեցությունը ամենուր է։ Եվ ցավոք սրտի առայժմ Ռուսաստանը, դրանց շարքին է պատկանում, երկերտ գալիորեն թուլացել է, բայց այնուամենայնիվ գոնե Եվրասիայի տարածքում ամենտեղ էլ ինչ-որ ազդեցություն ունի, նույնիսկ Սիրիայում, ասենք, Սիրիայից Ռուսաստանին ըստ էության, այսպես ասած, դուրս քշեցին, բայց հիմա պայմանավորվում են, որ ինչ-որ չափով այդ ազդեցությունը այնտեղ պահպանվի, եւ իրենք էլ հենց Սիրիայի այս նոր կառավարությունը դա հատուկ է անում, որպեսզի հավասարակշռի, ասենք, Թուրքիայի ազդեցությանը, Իսրայելի ազդեցությանը, Ամերիկայի ազդեցությանը։ Եթե այդ չափով մեզ մոտ պահպանվի Ռուսաստանի ազդեցությունը, ոչինչ, դա էլի իհարկե տհաճ է, բայց կարելի է դրա հետ ապրել, հա։ Բայց այսօր Ռուսաստանի ազդեցությունը մեզ մոտ չափազանց, այսպես, հա, բալանսից, այսպես ասիմետրիկ է, հա, եւ այդ բալանսը խախտված է, հա, եւ այդ ազդեցությունը պետք է կրճատվի։ Ու ես կարծում եմ, որ վերջի տարիների լուրջ աշխատանք է արվել այդ ուղղությամբ եւ պետության կողմից եւ քաղաքացիական հասարակության կողմից եւ ամենակարևորը, որ մարդկանց վերաբերմունքն է փոխվել, հա, այսինքն ինչ որ կարծրատիպեր, ինչ որ առասպելներ, որոնք գոյություն են ունեցել Ռուսաստանի վերաբերյալ հարյուրամյակներով, հա, այսօր սկսել են կոտրվել, բայց ամեն դեպքում դեռ այդ գործընթացը ավարտից հեռու է եւ ցավոք սրտի այդ ինչ որ դուք ասում եք, այդ ամեն ինչը կա, ես ավելին ասեմ, շատ ավելի այսպես մտահոգիչ, մեղմ ասած մտահոգիչ դեպքեր են լինում, օրինակ կապված Չեչնիայից երիտասարդ կիներ եկել Հայաստան, որտեղ այնտեղ իրան ճնշում էին ընտանիքում եւ նրան եկել են այստեղ սպանել են ու փախել են, մեր իրավապահները չեն հասցրել նրանց այդ մարդկանց բռնել, հիմա բացահայտել են ովքեր են եղել եւ հրապարակվել է եւ հիմա տեսնենք ինչ կլինի, արդյոք Ռուսաստանը այդ մարդկանց կարտահանձնի օրինակ Հայաստան կամ արդյոք իրենք Ռուսաստանում պատիժ կկրեն, հա, ես մեծ կասկածներ ունեմ, որ այդպես կլինի եւ եթե այդ մարդիկ, ովքեր Հայաստանի տարածքում մեղադրվում են սպանության մեջ, հա, եթե որևէ գործողություն նրանց հանդեպ չկիրառվի, դա պետք է որոշակի հետևանքներ ունենա հայ-ռուսական հարաբերությունների համար, որտեղ մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանից ինչ-որ մարդասպաններ այստեղ մարդասպանել գնան։ Հա, եւ սա շատ լուրջ պոտենցիալ լուրջ խնդիրների պես աղբյուր կարող է դառնալ, հա, այնպես որ պետք է այստեղ հետևել այդ իրավիճակներին եւ պետք է կարողանանք մենք որպես հասարակություն նաեւ մեր պետությանը այսպես աջակցենք, որտեղ սա ըստ էության հակագաղութային պայքար է, սա մեր ազատության, ինքնիշխանության, անկախության համար պայքար է։ Եվ տեսեք, պարոն Զոլյան, մենք գործ ունենք նաև ուղղակի մի փարիսեցիության հետ, մի երկդիմի, այսպես կյանքի երկակի բարոյականության հետ, որ այդ ձեր ասած գաղութատիրության գործակալները փորձում են ներկայանալ, հա, դրանով հանդերձ ներկայանալ մեզ, մասնավորապես, ասենք գնում Կիպրոսի քաղաքացի են դառնում, բայց մեզ ասում են դուք ճիշտը Ռուսաստանի հետ ա, հա, իրենց հարցներին ուղարկում են Ամերիկայի երեխա ունենալու, այլ ոչ թե Մագադան, եւ ասում են, որ ճիշտը Ռուսաստանի ու Չինաստանի հետ ա, բայց թրիփին էլ իրանք պետք է անպայման լինեն։ Իրենք ասում են, որ Ռուսաստանը ճիշտ է, բայց ասենք քշում են Mercedes, այլ ոչ թե բուդկա Մոսկվիչ։ Եվ հագնում են, ասենք, բրենդային հագուստ, այլ ոչ թե կալոշ եւ վատնիկ։ Եվ այլն։ Այսինքն ինձ հիշեցնում են
ժամանակին ռուսներն ինչ է ասում են Ստալինի ջատագովները, չէ, որ ասում են այ Ստալինն է ձեզ պակասում, բայց իրենք Ստալինին ուզում էին հարևանի համար, ոչ թե իրենց համար, էլի։ Դե նախ դա Եվ իրենք էլ Ռուսաստանն ուզում են մեծ համար, էլի, ոչ թե իրենց զավակների, իրենց հարցների եւ ասենք Ամերիկայում ծնված կամ ծնվող թոռների համար։ Ես կարծում եմ սա մասամբ հենց արևմուտքի խնդիրն է, որ նրանք այսքան տարի թույլ են տվել, որ այդ մարդիկ գնան արևմուտք, իրենց բիզնես գործունեությունը այնտեղ ծավալեն կամ իրենց երկրում գողացված գումարները ներդնեն այնտեղ առնեն, ասենք, ինչ-որ դղյակներ եւ տներ եւ հող եւ էլի չգիտեմ ինչ, որ իրենց երեխաները գնան այնտեղ սովորեն եւ սա միայն, ասենք, Հայաստանին չէ վերաբերում, Ռուսաստանի պարագայում էլ կամ նույնիսկ Իրանի պարագայում կա եւ սա շատ լուրջ խնդիր է արևմուտքի համար եւ սա ցույց է տալիս, որ արևմուտքի քաղաքական էլիտաները այսօր եւս լուրջ ճգնաժամ են ապրում ու այս Էփշտեյնի, այո, այդ կղզու պատմությունը դրա վառ վկայությունն է եւ դեռ կարծում եմ ամիսներով շարունակվելու է, որովհետեւ նորանոր անուններ են դուրս գալու, բարձվելու են, որ ինչ-որ մարդիկ, ովքեր այսպես պահպանում էին ժողովրդավարությունը եւ դատապարտում էին, ասենք, չգիտեմ, բռնությունը, բարձվում է այդ ամեն ինչի մեջ ներգրաված են եղել եւ բարձվում է, որ Ռուսաստանի հետ այնտեղ կապեր են ունեցել, հա, եւ շատ հավանական է, որ որոշ երևույթներ, որոնք մի քիչ դժվար են բացատրվում են հենց դրանով, եւ Հայաստանի պարագայում էլ, ասենք, մարդիկ, ովքեր այսպիսի տեսակետներով են հանդես գալի եւ ըստ էության Ռուսաստանի պես գաղութային գործակալի դեր են խաղում, մեկ էլ բարձում է, որ ասենք արևմուտքում լուրջ բիզնես շահեր ունեն կամ չգիտեմ, իրենց ընտանիքը այնտեղ ունեցվածք ունի եւ այլն եւ պետք է իհարկե մեր կառավարությունը մեր եվրոպացի գործընկերների, ամերիկացի գործընկերների հետ շփումներում կամ քաղաքացիական հասարակությունը, հա, հրավիրի ուշադրությունը այդպիսի մարդկանց վրա, ասի, որ այս մարդիկ, ովքեր ձեր, ասենք, Եվրամիության քաղաքացի են, այստեղ այսպիսի գործունեություն են ծավալում, հա, եւ ինչ եք կարծում դրա մասին։ Սա մեկ, երկրորդն էլ, տեսեք, սա այստեղ խնդիրը նույնիսկ միայն այն չի, որ նրանք, ասենք, ինչ-որ 2-3 պետությունների քաղաքացի են, հա, սա օլիգարխիայի այդ երևույթն է, հա, այսինքն այդ մարդիկ են, ովքեր համարում են, որ ժողովուրդը, չգիտեմ, քաղաքացիները, հա, ոնց ուզում եք ձևակերպեք, զանգվածները, այսպես ասած, նրանք խելք չունեն, ուղեղ չունեն, նրանք չպետք է կառավարմանը մասնակցեն, այսպես ֆեոդալական մտածելակերպ է իրաց մոտ, հա, այ մենք նոր արիստոկրատիան ենք, չնայած ինչի են իրենք արիստոկրատիան հայտնի չի, ասենք ոչ կրթություն ունեն, ոչ ուղեղ ունեն, ասենք երկու խոսք չեն կարողանում իրար կապել։ Այլ փող կա, խելք պետք չի սկզբում։ Ասենք զարմանում եք ոնց են այս մարդիկ խելք, ոնց են փող աշխատել, որտեղ գոնե Իլոն Մասկի պարագայում, էլի այդ Իլոն Մասկի, ասպես ասած, գաղափարախոսությունը ինձ համար անընդունելի է ու շատ տհաճ է, բայց գոնե ես հասկանում եմ, որ այս մարդը խելք ունի, էլի ինքը միլիոնները իր ստացել է իր ընտանիքից, բայց հետո իր խելքով գոնե այդ միլիոնները միլիարդներ է սարքել։ Հա, էլի դա իրան իրավունք չի տալիս անելու այն բաները, որ ինքը անում է։ Բայց ամեն դեպքում գոնե հասկանում ես ինչի հաշվին է այս մարդը փող աշխատել։ Մեր որոշ այսպես միլիարդատերեր, օլիգարխներ, ասենք նայում ես մարդու, ասենք հարցազրույցը, ինքը մի հատ sense հոդաբաշխ միտք չի կարողանում արտահայտել որևէ լեզվով։ Ու դու հասկանում ես, որ այդ մարդը ուղղակի հայտնվել է ճիշտ պահին, ճիշտ տեղում, ու ինչ որ գումարներ, որոնք ինչ որ տեղից գողացվել են, ուղղակի այդ մարդուն տրվել են որպես պահուստ, հա, որ ինքը պահի այդ գումարները։ Ու հենց հատուկ հենց իրան են տրվել, որովհետև ինքը այնքան զուր կա ինտելեկտից, որ գիտես, որ ինքը չի կարողանա գցել, այսպես ասած, այն մարդուն, ով որ այդ գումարները իրան տրամադրել է եւ կծառայի այդ մարդուն։ Ու այդպիսի մարդիկ ցավոք սրտում Հայաստանում շատ են եւ այդ մարդիկ, չգիտես ինչի, հիմա որոշել են, որ նրանք քաղաքական սուբյեկտ են եւ նրանք կարող են գան մեզ փրկեն եւ ու այս իմաստով նաեւ շատ գիտեք այն շատ բնորոշ է որ այդ ուժերից մեկի ներկայացուցիչը ասում է որ այ մեր օրոք վարչապետը մի դրամ աշխատավարձ է ստանալու այսինքն օրինակ պես միջին խավի մարդը հա կամ պես ոչ շատ փող ունեցող մարդը փաստորեն Հայաստանում չի կարող վարչապետ աշխատել այսինքն վարչապետ պետք է աշխատի կամ օլիգարխը կամ օլիգարխի ազգականը, որին աշխատավարձ պետք չի։ Այսինքն պետություն կառավարելը դա մի բարեգործություն է։ Հա, այսինքն սա ինչ է, սա միջնադարյան ֆեոդալական գաղափարախոսություն է, սա նույնիսկ
պես կապիտալիստական գաղափարախոսություն չի, որ ասեմ կապիտալիստականը չէ, դա միջնադարյան ֆեոդալի հոգեբանությունն է, որ ես այս թագավոր տղա եմ, իսկ դուք ստրուկներ եք։ Ու ես հույս ունեմ, որ հայ հասարակությունը արդեն այնքան հոգնել է ամեն ինչից, որ այս անգամ գոնե չի խափնվի, հա, այդ ժամանակի ընտրուկներին չի գնա եւ այդ մարդկանց հստակ մեսեջ կուղարկի, որ հարգելիներս ձեր ժամանակը վերջացել է։ Գնացեք, այս երկիրը այլևս ձեր ֆեոդալական կալվածքը չի։ Վերջացավ դա։ Կապ չունի թե ում կընտրեն, կարևորը որ այդ մարդկանց չընտրեն։ Որտեւ եթե մենք այնքան այսպես ասած, ոնց ասեմ, արժանապատվություն չունենանք եւ ուղեղ չունենանք, որ այդ մարդկանց ձայն տանք, ապա ուրեմն ինչ է լինի, մեզ հասնում է։ Եվ շատ կարճ ամփոփելով էլի, պարոն Զոլյան, սովորաբար դուք էլ պատմաբան եք եւ կհաստատեք, հա, երբ տոտալիտար ռեժիմները, այսինքն պետական տերորի ռեժիմները ի հայտ եկան ժամանակակից պատմության մեջ, դա տեղի ունեցավ, ասպես ասենք, լիբերալ դեմոկրատիայի խորը բարոյական ճգնաժամի ֆոնին։ Եվ դրանից հետո ինչ-որ դուրս պրծուկներ մեկ էլ մտածեցին, որ արևմուտքը նեխած է, այլընտրանքը իրենք են։ Իրենք առողջն են եւ այլընտրանք դրան, ինչեւ լիբերալ դեմոկրատիան խելքը գլուխը հավաքեց, բայց դա նստեց, ասենք, տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանք։ Այս Էփստայնի կղզու պատմությունը ցույց է տալիս, որ այո, իրոք լիբերալ դեմոկրատիան խորը ճգնաժամի մեջ է, հակառակ դեպքում հերմետիկ կոմունիստական Չինաստան 100 միլիարդավոր դոլարներ չէին գնա որպես ներդրում, Պուտինի ռեժիմ չէր լինի, Պուտին Ֆերշտայերների այսպեսի բանակ չէր լինի, ուղղակի, եւ հիմա մենք ստացել ենք պատերազմ։ Եվ հիմա մենք ստացել ենք այն, որ ավտորիտար ռեժիմների, այսպես ասենք, ինտերնացիոնալը ուղղակի հիբրիդային պատերազմ է հայտարարել ազատ աշխարհին։ Երբ ասում ենք հավաքական արևմուտք, այդ արևմուտքն էլ այդքան էլ հավաքական չի։ Այդ հավաքականությունն է կորցրել։ Եվ հիմա նոր սկսում է փորձում է վերականգնել։ Եվ մենք էլ հասկանում ենք հետևելը, մենք ունենք օգոստոսի 8, այդ օգոստոսի 8-ը կաշխատի միայն այն պարագայում, երբ մենք այդ հավաքական դարձող արևմուտքի մասն ենք, հակառակ դեպքում չի աշխատելու ուղղակի։ Համեցեք։ Դե այստեղ երկու ոնց որ մակարդակով պետք է այս խնդրին նայեն, հա, մեկը գլոբալ մակարդակն է, եւ գլոբալ մակարդակով իհարկե շատ լուրջ խնդիր կա այսօր աշխարհում, իրոք արևմտյան այդ համակարգը, հա, քաղաքականության մեջ լիբերալ դեմոկրատիան, տնտեսության մեջ կապիտալիզմը արդեն չեն աշխատում կամ չեն աշխատում են գուցե, բայց այլևս մարդկանց պահանջները չեն բավարարում, հա, որովհետև մարդիկ շատ բնական հարց են տալիս, ասում են, օքեյ, ասենք տեխնոլոգիան զարգացել է այսպես, չէ՞, հիմա AI կա, այս կա, այն կա, բայց ինչի ենք մենք շարունակում օրինակ շաբաթը 5 օր աշխատել, երբ որ ասենք 50-ական թվերին էին մարդիկ շաբաթը 5 օր աշխատում, երբ որ տեխնոլոգիան ասենք մի քանի անգամ ավելի հետամնացել, բայց ասենք չգիտեմ Իլոն Մասկը ձեռքի գործը շատ էր, բայց ասենք Իլոն Մասկը միլիարդներ է աշխատում, արդեն տրիլիոն աշխատավարձ է ստանում։ Կարող է պետք է ասենք այդ Իլոն Մասկի այդ տրիլիոններից ասենք 2 միլիարդը ասենք գնա ինչ որ ուրիշ բաների վրա, հա, կամ նույն AI-ը ասենք մարդկանց ըստեյության զրկում է աշխատատեղերից, հա, ու մարդիկ հիմա ասենք չգիտեն բազմաթիվ մասնագիտություններ վերացնում ու մարդիկ չգիտեն, օրինակ առաջ 20 տարի առաջ, 30 տարի առաջ արևմուտքում մարդը գիտեր, որ հիմա ինքը աշխատում է այսինչ տեղը, հետո ինքը թոշակի դուրս կգա ու ասենք պետությունը իրան կպահի։ Հիմա ինքը չգիտի։ Ու մարդիկ դրա համար հարցեր է իրաց մոտ առաջանում, որ կարող է պետք է ինչ-որ մի բան ուրիշ ձևով անել, հա, կարող է նույն այդ AI ընկերությունները պետք է ավելի շատ հարկ վճարեն օրինակ, հա, եւ այլն, այսինքն իրոք խնդիրը կա, բայց այդ խնդրի պատասխանը հաստատ այս ավտորիտար օլիգարխիկ ռեժիմները չեն, հա, կամ ծայրահեղ աճ ռասիստական, ինչ-որ նեոֆաշիստական ուժերը չեն։ Այն էլ զինված AI-ը։ Հա, ասենք հա AI-ը իրենց օգնում է գուցե ինչ-որ ընտրություն հաղթել, հա, ինչ-որ մարդկանց խաբել, fake, ասենք ինչ-որ վիդեոներով մարդկանց մոլորեցնել, որ գնան իրենց տեխնացուներին քվեարկեն, բայց իրենք լուծում չունեն, կամ եթե իրենց լուծումը են, որ բոլորը դառնան, ասենք օլիգարխների ստրուկ, եւ բնականաբար մարդիկ
դրան չեն գնալու։ Դրա համար այդ ճգնաժամը հիմա կա, բայց հենց ինքնին այդ ճգնաժամի արկայությունը արևմուտքում ցույց է տալիս, որ այնուամենայնիվ այնտեղ կա նաև բուժվելու հնարավորությունը, որտեղ այդ Էփստայնի կղզու նյութերը դարձել են հանրությանը հասանելի, դարձել են քննարկման առարկա եւ դա ունենալու է քաղաքական հետևանքներ։ Իսկ Ռուսաստանում ես համոզված եմ, որ ասենք Կրեմլի, պես ասած, բարձրաստիճան էլիտան իրակեմսի բաներ են անում, որ Էփստայնը նրանց համեմատությամբ հրեշտակ է։ Հա, բայց այդ ամեն ինչը չի քննարկվում, ոչ մի տեղ դրա մասին չի խոսվում, իսկ ով էլ փորձում է խոսել, ինչպես ասենք Նավալին էր խոսում, իրենց ոչնչացնում են։ Նույնն էլ Չինաստանում է, ես Չինաստանի մասնագետ չեմ, բայց որպես մարդ, ով ծնվել է Խորհրդային Միությունում, ես արդեն այսպես ինտուիտիվ զգում եմ, էլի, որ ասեք Չինաստանում, երբ մարդիկ խոսում են, Չինաստանում ինչքան լավ է, պետությունը բոլորին շատ լավ նայում է եւ այլն, բայց դրանով հանդերձ դու տեսնում ես, որ այնտեղ իրականում այդ կոմունիզմի ավանդակ շատ դաժան կապիտալիստական համակարգ է, ու այնտեղ մարդիկ մահանում են, ասենք, որովհետեւ շատ են աշխատում։ Հա, ասենք կապիտալիզմի ամենադաժան շրջանում արևմուտքում դες բան չի եղել, հա։ Այդ ինչ կոմունիզմ է, եթե մարդիկ օֆիսում աշխատելուց մահանում են, հա, եւ ես համոզված եմ այնտեղ էլ, ասենք հիմա այս վերջերս բանակի հետ կապված այնտեղ շատ լուրջ խնդիրներ են առաջացել, գեներալ զտումներ են, հա, ոնց որ Ստալինը 37 թվին, ու հետո հիշում եք Ստալինի համերն ինչպես ավարտվեց։ Դրա համար կա համաշխարհային լուրջ ճգնաժամ, եւ այդ ճգնաժամը այսպես հեշտ չի հանգուցալուծվելու։ Բայց պարտադիր չի, որ մենք այսպես ասած զոհ գնանք այդ ամեն ինչին, էլի, որտեվ ըստ էության հիմա կարելի է ասել երրորդ համաշխարհային պատերազմն է։ Այո։ Հիբրիդային է այդ պատերազմը, ամենտեղ չի որ կռվում են, տեղ կա որ կռվում են, տեղ կա որ սոցիալական ցանցերով են կռվում, բայց ամեն դեպքում տեղի ունենում աշխարհի այսպես դրամատիկ փոփոխություն։ Եվ փորձը ցույց է տալիս, որ դրանից այդ իրավիճակներում շահում են այն երկրները, գոնե փոքր երկրների մասին է խոսքը, ովքեր կարողանում են ոտքի տակ չընկնել։ Առաջին համաշխարհայինի տակ ցավոք սրտի մենք ոչ միայն ոտքի տակ ընկանք, այլև շատ ողբերգական բաներ տեղի ունեցան, ցեղասպանություն տեղի ունեցավ, մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքի մեծ մասը։ Երկրորդի ժամանակ գոնե Հայաստանում ռազմական գործողություններ չկային եւ դրա շնորհիվ գոնե խորհրդային Հայաստանը, հա, ասենք 50-ական, 60-ական թվականներին շատ լուրջ առաջադիմություն ապրեց։ Հիմա այս երրորդ համաշխարհային պատերազմը կարելի ասել մեզնից սկսվեց, հա, գուցե պատմաբանները երբ որ գրելու լինեն, կասեն, որ դրա այդ պատերազմի առաջին արարը եղավ 44-օրյա պատերազմը։ Բայց գոնե հիմա մենք կարծես թե կարողանում ենք դուրս մնալ այս ամեն ինչից, հա, գոնե մենք կարողանում ենք պահպանել մեր տարածաշրջանում կայունություն եւ այն մեր հակառակորդները, ում հետ մենք դեռ պատերազմում ենք, նրանք էլ ոնց որ թե գիտակցում են, որ իրանց համար էլ է վտանգավոր այս իրավիճակը, հա, եւ ես կարծում եմ, որ շատ կարեւոր է այս իրավիճակում նախ մենք մեր անմիջական հարևանների հետ շարունակենք այս խաղաղ գոյակցությունը Եվ երկրորդը կարողանանք հավասարակշռել այդ մեծ տիրություններին, պարզ է, որ մեզ համար եւ գաղափարապես եւ քաղաքակրթական տեսակետից եւ ապագայի տեսակետից մեզ հոգեհարազատ է Եվրոպան։ Հա, եւ անձամբ ես հույս ունեմ, որ մի օր Հայաստանը կլինի Եվրամիության անդամ կամ կլինի, ասենք, չեմ, Շվեյցարիայի, Նորվեգիայի նման Եվրամիության հետ ինտեգրված երկիր, նույնիսկ եթե ձևականորեն անդամ չլինի, կլինի Եվրոպայի մի մաս։ Բայց այսօր մենք պետք է կարողանանք համադրել բոլոր ուժերը, հա, բոլորի հետ կարողանանք լեզու գտնել։ Եթե կան ուժեր, որոնց հետ լեզու գտնել հնարավոր չի, պետք է ուրեմն նրանց դիմադրենք ուրիշ աշխարհակաղակական կենտրոնների հետ համագործակցելով։ Այս իմաստով շատ կարևոր է Ամերիկան, կարևոր է Չինաստանի հետ հարաբերություններ պահպանելը, շատ դրական որոշակի այսպես դինամիկա կա Հնդկաստանի հետ, իսկ Ռուսաստանի հետ պետք է փորձենք այսպես էսկալացիան, այսպես ասած, ինչ-որ շրջանակներից դուրս չգա։ Շատ շնորհակալ եմ, պարոն Զոլյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումների եւ գնահատականների համար, որ կիսեցիք մեր հեռուստադիտողի հետ։ Հետևենք դեպքերի ընթացքին, այդ թվում նաեւ ձեր օգնությամբ, մինչ նոր հանդիպում ամենայն բարիք։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր պատմաբան եւ քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանում, Հայաստանի շուրջ տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում տեղի ունեցող իրադարձությունների եւ մեր պետության, մեր քաղաքացու դիրքավորման հետ կապված։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։